Առանց շտապելու, երկար մտածելով, քննարկելով է քաղաքապայմանագիրն այս անգամ ցուցակ կազմում։ Այդ շարքում ընդգրկվելու Հայկ Սարգսյանի հայտը վարչությունը մերժել է։ Հիմա երկու ճանապարհ ունի падգամավորը։ Առաջին գնալ տուն եւ չլինել հաջորդ ցուցակում, եւ երկրորդ բողոքարկել վարչության որոշումը իրացնելով իմ կուսակցականի իրավունքները։ Ընտրել է երկրորդ ճանապարհը, ոչ թե ընդդեմ, այլ հանուն, ինչպես ինքն է ձևակերպում իր գաղափարակից ընկեր Նիկոլ Փաշինյանի։ Ես ցանկանում եմ, որպեսզի վարչությունը ինձ հնարավորություն տա, որպեսզի ես առաջադրվեմ, ոչ թե ֆիքսվի իմ տեղը կենտրոնական ցուցակում, այլ ես հնարավորություն ունենամ ներկայացվելու կուսակցության անդամներին եւ կուսակցության անդամները որոշեն։ Ես կլինեմ անցողիկ տեղում, օրինակ միջև 50-ը կամ 70-ը, թե կլինեմ օրինակ 350-րդ համարը եւ ուղղակի չեմ լինի ազգային ժողովում։ Վաղուց է խոսվում Հայկ Սարգսյան Ալեն Սիմոնյան հակասությունների մասին, ինչ հարաբերություններ ունի խորհրդարանի նախագահի հետ, խոստանում է առաջիկայում ասել։ Ալեն Սիմոնյանին ամեն դեպքում իր ընկերը չի համարում, որ падգամավորի հետ ընկերներ չեն, հաստատում է նաև ազգային ժողովի նախագահը։ Ուղիղ մեղադրանքներ, անուններ Սարգսյանը դեռ չի տալիս, բայց ասում է իրեն մերժել են, որովհետև օրենսդրական գործունեությամբ որոշ մարդկանց, այսպես ասած, ցավեցրել է։ Խաղամոլությունը, թմրամոլությունը եւ քրեական բարքերը ամենաշատն են ցավացնում եւ հուզում մեր հանրությանը։ Ես այդ հարցերը ըստ իս եւ ըստ նաեւ պատմության, եթե դուք նայեք վերջին գործունեություն ազգային ժողովի միակ падգամավորն եմ եղել, ով այս հարցերը բարձրացրել է եւ պայքարելով հասել եմ արդյունքին։ Ի տարբերություն թիմակցի գյումրեցի падգամավոր Կարեն Սարուխանյանը վատ սովորությունների դեմ պայքարով աչքի չի ընկել։ Ճիշտ հակառակը, նմանատիպ մի սկանդալի կենտրոնում է հայտնվել նախորդ տարի։ Ստիպված է եղել թմրանյութի թեստ հանձնել, որ ըստ մամուլի դրական էր։ Սարուխանյանը ԿՊ-ի առաջիկա ցուցակում չի լինի, ինչու փորձում են ճշտել լրագրողները։ Չի հաստատում լուրերը, թե ինքն էլ է մերժվածների ցանկում։ Բողոքարկելու եք, թե տուն եք գնալու։ Հնարքումները շարունակվում են։ Գյումրի է գնալու։ Տեղեկացանք, որ արդեն դիմումով գնել եք ԿՊ-ին։ Ես միշտ եմ Գյումրիից եկել եմ եւ Գյումրի եմ գնալ։ Վերջին 2 տարում մանդատ ստացած Տիգրան Պարսիլյանը լրագրողների ներկայությամբ պարզեց, մերժվածների ցանկում չէ, մեյլին ստացել է ցուցակում ընդգրկվելու հաստատումը։ Անակ հարցերը տալուց հետո այդ նիստից հետո քանի օր հետո է հաստատվում, թե այդ բանը։ Ես գիշերն եմ ասել շատ։ Այսինքն 3 է տեղ ունեցել հարցը պատասխանած էր։ Նակ իրական ճիշտ տեխնացուին ինչքան է ժամանակ դրա համար։ Կախված է տեխնացուից, կախված է պատասխաններից։ Արտահերթ նիստին ամբիոնին մոտենալով Ալեն Սիմոնյանը ներթիմային խնդիրների, առաջիկա ցուցակի, իրենց հավանությանն արժանացած, չարժանացածների մասին չի խոսում։ Տարոն Մարգարյանի օգնականի գրառումից վրդովված խոսքն ընդդիմադիր падգամավորին է ուղղում։ Ավելի ճիշտ, խորհրդարան այցելած դպրոցականներին падգամավորի լավ ու վատ օրինակ է ներկայացնում, հակադրելով Հակոբ Արշակյանին ու Տարոն Մարգարյանին։ Մեկը Հակոբ Արշակյանն է, որը բացառիկ զուսպ, բացառիկ լավ, բացառիկ չկոռումպացված եւ լավ անձնավորություն է, եւ երկրորդ անձնավորությունը ուզում ծանոթացնեմ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որի օգնականը իրեն թույլ է տալիս տարբեր տեղերում տարբեր լկտի բաներ գրել։ Օրինակ քիչ առաջ գրել է, որ տոնածառը զարդարում են թանկ խանութից եւ մեկնաբանել է լափել միջև վերջ Ալեն։ Հիմա ես ինչ եմ առաջարկում։ Ես առաջարկում եմ Տարոն Մարգարյանը իր օգնականին վերցնի ու գնա իրանց տուն, որպեսզի իր օգնականը տենա լափելը, որն է ալնում։ Մարգարյանը ոչ նիստում, ոչ նիստից հետո Սիմոնյանին չի արձագանքում։ Չեք ուզում արձագանքեք, օրինակ Հիմա ես բան չեմ խոսում եմ, Էրմինե Ղարիբյան, Էպիկենտրոն։